Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 11։ Ոչ թե մեզ Տեր, ոչ թե մեզ, այլ քո անունին փառք տուր քո ողորմության համար եւ քո ճշմարտության համար։ Սաղմոս 115-րդ գլուխ առաջին խոսք։ Մեռած կուռքերին ապավինելը հիմարություն է, իսկ կենդանի Աստծուն վստահելը իմաստություն, որովհետև նա օգնություն եւ վահան է իրեն ապավինողների համար։ Որտեղ կա Աստծո հանդեպ ճշմարիտ երկյուղ, այնտեղ կարող է լինել նաև ուրախ հավատքը առ Նրան։ Նրա խոսքը պատվողները կարող են ապավինել Նրան։ Նա միշտ հավատարիմ է իրեն փնտրողներին, թե մեծագույններն ունեն նրա օրհնության կարիքը եւ թե ամենախոնարհները, ով երկյուղում է Նրանից։ Աստծո օրհնությունը աճ է բերում հատկապես հոգևոր օրհնությունների մեջ, եւ այդ ամենում միայն Տերը պետք է փառավորվի։ Նրա բարությունը անսահման է։ Նա երկիրը առատորեն լցրեց բարությամբ եւ տվեց մարդկանց որդիներին։ Հավատարիմների հոգիները ազատվելով մարմնի բեռներից շարունակ փառաբանում են Աստծուն, իսկ մեռած մարմինը այլևս չի կարող փառաբանել Նրան։ Մահը վերջ է դնում այս փորձառությունների եւ պայքարի աշխարհում մեր կողմից Նրան փառավորելը։ Նրանք, ովքեր մահացել են, ավարտվել է նրանց ծառայությունը։ Ուստի մենք, քանի դեռ այստեղ ենք, պիտի առավել ջանանք գործել Աստծո համար։ Մենք ոչ միայն ինքներս պիտի անենք դա, այլ պիտի ներգրավվենք ուրիշներին, որպեսզի նրանք եւս փառավորեն Նրան մեր հեռանալուց հետո։ Տեր, դու ես հավատքի եւ սիրո միակ նպատակը։ Օգնիր մեզ փառաբանել քեզ թե կյանքի ընթացքում, թե մահվան պահին, որպեսզի քո անունը լինի առաջինն ու վերջինը մեր շուրթերին, եւ թող քո անվան անուշ բույրը հավիտյան թարմացնի մեր հոգիները։